Ալիևն ում տեսնում է, ում հետ խոսում է, հիշում է հայերին։ Գերմանիայի նախագահն էլ առանց Ալիևի ստերի բեռի չմնաց։ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայեր Իլհամ Ալիև համատեղասուլիսում հայտարարեց, թե բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը մեջբերում Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Այսպես եղել է, թե ոչ, արտգործնախարարությունից են պատասխանել լրատվամիջոցի հարցմանը, ասել են, թե Արցախի կորստի հրամանագրի ստորագրումից հետո հարցը օրակարգից դուրս է եկել։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Ադրբեջանն Արցախում իրականացրել է էթնիկ զտում ու ցեղասպանություն, քաղաքագետն է հիշեցնում, ասում է, եթե այս հարցը պաշտոնական Երևանի օրակարգում չկա նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, ապա ինչի կարող լինել նաև միջազգային որևէ հարթակում։ Դրա վտանգավոր հետևանքները ըստ փորձագետի կլինեն անխուսափելի։ Բաց թողնելով Արցախի հարցի շրջանակներում այս հանցագործությունը քննարկելու հնարավորությունը, Հայաստանը բաց է թողնում նաև դրա հետագա կրկնության դեմ պայքարի բոլոր հնարավորությունները։ Քաղաքագետը զգուշացնում է, այդ կրկնությունը բացառված չէ։ Ադրբեջանը պահանջում է, որ իրեն տրվի Զանգեզուրի միջանցքը, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակության ահռելի մի կտորի բռնազավթում է նշանակելու եւ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում ու ստորացում է նշանակելու եւ այս պայմաններում էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականությունն է, որը եթե դու մի հատվածը լրիվ անտեսում ես, քո հանդեպ հիմա կիրառվում են արդեն դրա շարունակությունը։ Արցախի հարցը միջազգային քաղաքական օրակարգից հանելը արգելում է նաև Հայաստանի օրենսդրությունը։ Քաղաքագետը հղում է անում անկախության հռչակագրին ու Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, որը գործում է։ Բառացի ես ես համար կարդամ։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած հաստատում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հիմա այսօր մեր սահմանադրությունը գործում է, կա նաև ցեղասպանության կանխարգելման կոնվենցիա, որը Հայաստանը նույնպես ստորագրել է, եւ այդ կոնվենցիայով նույնպես պարտավոր է պայքարել ցեղասպանության դեմ, որը հենց իրեն է վերաբերում։ Մոռանալ նշանակում է համակերպվել մյուս բոլոր պահանջներին, այստեղ է Արցախի հարցը բանակցությունների սեղանից հանելու ամենամեծ վտանգը։ Չպատժվող ագրեսորը կարող է դիմել նոր գործողությունների ու եթե տուժողը, այս դեպքում Հայաստանը հանցագործի հետ այսպես ասենք խնդիրներ պարզելու ոչինչ չունի, ապա միջազգային հանրությունը դժվար թե խառնվի գործին։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։